Դո ես համ գյուղի տղա եմ, համ քաղաքի տղա եմ, ես իմ ակացխիցը միշտ էլ հանել եմ, հանմել եմ, ձև չկա։ Դուրն էլ գնամ, չիմ իմ տեսու ճանան ժողովուրդն են, չիմ գիտեմ, ամբողջ լոռու մարզից հետ, չիմ ամեն ինչը չիմ գիտեմ։ Սասունին ճանաչում են։ Այո, այո։ Այս ինքնավստահությունը ոչ թե մեծամտություն է, այլ տասնամյակների վաստակ ու մարդամոտ մարդու տեսակի ինքնադրսևորում։ Լոռվա ամենամաքուր անկյուններից մեկում Ծմակուտում դժվար թե գտնվի մի գյուղ, որտեղ Սասունին չճանաչեն կամ նրա օգնության կարիքը զգացած չլինեն։ Սրա մասին դեռ կխոսենք, հիմա ծանոթանանք Սասունի մեծ ու շեն տնտեսությանը, որտեղ ամեն ինչ իր մտքի ու հատկապես ձեռքի ճարպկության արդյունքն է։ Փեթակները սարքել եմ քիչ-քիչ 2006 թվականից սկսել եմ մեղու պահելը ու լրիվ ես եմ սարքան ռամկայա, փեթակա, մտիկանիլա, չիմ իմ ձեռի տակով անցկենամ ես էլ իրանց մատուն եմ սարքել ես եմ ես էլ պատել մեղուների հմայա ինչ պահեստա էլի սա են իրանց վերևնին ռամկեքը մեջին դրած հա, են զապասը ռամկեք են, բիտոններ են, հա, մեր վեշերից հա Սա Սասունի յուրահատուկ աշխարհն է, որտեղ նա թե ճարտարապետ է, թե շինարար, թե հոգատար խնամող։ Մեղուների չափ ջրաջամ, բայց մեղուներից ավելի մեծ տվող ու նոր բառով ասած շահառու։ 2026 թվականից սկսած այս փոքրիկ տնտեսությունում մարդն ու մեղուն աշխատում են համահավասար ու ջրաջան։ Քարը քարին դնելով, նեկտարը նեկտարին ավելացնելով։ Մեղվաքամին էլ ողջ բերքը աղբերափայ են անում, մեղուներին է մեղուներին, իրենը իրեն, առանց դաղալության ու խաբեության։ Այս ամենը ստեղծվել է առանց կողմնակի օգնության, ամեն դետալ նելով կատարելության, ինչ խոսք չի թաքցնի, սեզոնին մեղվից լավ էլ օգուտներ են անում։ Ես են լավ մեղուներից հա, բակվածներից հա։ Ես մուկն էլի մեջն է մտել, թայ։ Ինչո՞։ Մուկը մեջն էր մտել, թայ։ Քուտերը թաղեն, հա։ Դե դուրն էլ մտել է, են մտիքած ակովը։ Բա։ Ահա։ Ես խելոք մեղուներից հա դրա մայլ, այդքան կծելու բան չեն անամ։ Ա, վերագզի։ Ահա։ Ունեն, զապաս մեղրել ունեն, ահա։ Ահա, իրանց զապաս մեղրերն է, որ գարունը օգտագործել տեն իրանք։ Ծաղկափոշով բանով չիմ, սիրուն, մեջին կա։ Բնության հետ լեզու գտնելը Սասունի համար սովորական աշխատանք չէ, այլ ամենօրյա երկխոսություն։ Այստեղ նույնիսկ անկոչ հյուրերը, մկներն ու անտառի մանր-մունր կենդանիները գիտեն Սասունի տնտեսության տեղը, բայց տանտիրոջ զգոն աչքից ոչինչ չի վրիպում։ Բնության հետ այս զգուշավոր ու հոգատար երկխոսությունն ընդհատվում է միայն այն ժամանակ, երբ դարպասից ներս է մտնում գյուղական առօրյան։ Հա։ Դուրը բացալ։ Բաց է։ Խոզի միս։ Գնել եք։ Այո։ Բա ո՞նց է գնում եք ձերը չեք։ Մեզ էլ ունենք, բայց դետել ենք թարմը, որպեսզի ուտենք։ Գյուղում այսինքն մորթ ա եղել այսօր։ Հա, իրանք են մորթել։ Ապրեք, բան փող բերես մարդին դու։ Ինչքան է բանը մեր փայը։ Այն մի 5 կիլոն։ 10 Բերտուր Հա, թող նկարի վախվես ինչ էլի հրո ջան։ Գյուղական կատակներն ու հարևանական ջերմությունը օգնում են մի պահ մոռանալ օրվա ծանրությունը, բայց Սասունի իրական աշխատանքային ճակատը գոմում է, որ հորթը որքան կատ պիտի խմի ու երբ է հերթը հասնում կթին։ Տարիներ շարունակ ուրիշի անասունին դեղ ու դարման անող Սասունն այսօր նույն հոգատարությամբ ու մասնագիտական աչքով իր տնտեսությունն է պահում։ Ու թեև նա այլևս չի կրում անասնաբուժի պատասխանատու խալաթը, բայց տարիների վաստակն ու սերը մասնագիտության հանդեպ ոչ միտեղ չեն անետացել։ Պարզապես մի օր հասկացել է սեփական հողի վրա կրտինք թափելն ավելի արդար է ու գնահատված։ Պենց են մեծանում էլի։ Հա։ Մնացած կաթը կթմենք, որը չի կարամ ծծի կթմենք։ Բա։ Ահա։ Շուրտուր։ Մուրի շուրտուր։ Վայ։
շնոքն իր ուտ կտրի, հա։ Ահա։ Մի 2-3 լիտրը կթմենք, էլի։ Ռոդերը 3 լիտրը կթմենք, 3-ն էլ հորտնա ուտամ, ռիգներն էլ հորթինել ենք տալի, կթմել ենք։ Հա։ Թե չարդեսը։ Շատ դժվար կյանքեր եմ ունացել, բայց ես վերջը իմ կյանքը բարելավել։ 15 տարվա անաստաբուժի աշխատել եմ։ Բայց դե էլ ձեռք էլ չտալի էլի։ Գնեմ ես խնդրեմ, որ մի թղթի վրա ստորագրի, որ եկել եմ սրսկելու, որ ես փողը ստանամ։ Հետնել տանում ենք ընդեղ քսերոքս արա, 2 հատ, են արա, չի մեր վրա վակցինա բերիլա, տանիլա, ամեն ինչը չի մեր վրա ոչ մի կոպեկ չեն տալի։ Ոչ մի գործուղում տեղած չենք մենք։ Ես շատ սիրել եմ անաստաբուժությունը, շատ սիրել եմ փոքր ժամանակից ու սովորել եմ։ Ստեփանավանը սովորել եմ, ավարտել եմ, եկել եմ նոր 2010 թվականից օգոստոսի 20-ից աշխատել եմ, մինչև 24 թիվը ներառյալ։ Տասնամյակների վաստակն ու սիրած մասնագիտությունը մի կողմ դնելու որոշումը հեշտ չի տրվել, բայց Սասունի տեսակը թույլ չտվեց հարմարվել անարդյունավետ համակարգին։ Պարզապես գրոշների վճար, բայց պահանջն ու պատասխանատվությունը չափից դուրս։ Դրան էլ գումարած համագյուղացիների մուննաթը, որոնց թվում է, թե Սասունը միլիոններ է ստանում։ Ջահելները անասնաբուժի մասնագիտություն ձեռք չեն բերում, չեն ցանկանում գոմ մտնել մի քանի հազար դրամի համար։ Ավագ սերունդն էլ ում դեռ ոտն ու ձեռը բռնում է, հերթով թողնում են անասնաբուժի աշխատանքը։ Հեռանկար չեն տեսնում։ Այս ամենի հետևանքով վտանգվում է Հայաստանի սանիտարական անվտանգությունը, չէ որ ասված է բժիշկները մարդուն են փրկում, անասնաբույժները մարդկությանը։ Այսօր Սասունը իր գիտելիքն ու եռանդը ներդնում է այնտեղ, որտեղ արդյունքն ակնհայտ է, իսկ շնորհակալությունը անկեղծ։ Թեև ասում է եկամուտը մեծ չէ, բայց Սասունի համար սա պարզապես աշխատանք չէ, սա ապրելակերպ է ու նվիրում այն մարդկանց, ում համար ինքը թե հայր է, թե պապիկ, թե տան ամուր հենարանը։ Արի նախիր ջան, արի նախիրջ։ Շուրտուր դեսը, ունենք ստեղ 5 հատ, 6 հատ կով, 6 հատ բան հորդ։ 2 հատ էլ ունենք ծնելու են ուրիշ տեղ են։ Էդ էլ պրծանք, գնանք խոչկորները ջուրը, իրանք թող ծծեն, մենք մեր գործն անենք։ Գնանք խոչկորները ջուրը բերենք, տանք։ Մենք գոյատևը մենք, աղջիկ ջան, այդքան եկամտաբեր չի, բայց ուրիշ անելիք չկա, ինչ անենք, 4 թոռ ունեմ ստեղ, 8 հոգի ենք տանը, ստեղ, չհաշված մանուշանք, աղջիկս, են էլ ամերն էլ, անել ենք օգնում ենք, բելացից տալիս ենք, ինչ ունենը մենք։ Ու թեև աշխատանքը ծանր է, իսկ եկամուտը համեստ, նրա համար ամենամեծ վաստակը գյուղի իրենց տանը հնչող թողների աղմուկն ու օջախի մշտապես վառ կրակն է, բայց գյուղացու հաշվարկն էլ ուրիշ է, ամեն գլուխ անասունի հետևում մի ամբողջ հոգս ու հույս կա, բայց լորվա սարերում միայն աշխատասիրությունը քիչ է, պիտի նաև բնության հետ լեզու գտնել կարողանաս։ Երբ անտառի գելն իր բաժինն է ուզում, իսկ տարատեսակ ժանտախտն էլ իրենը, Սասունը ստիպված փոխում է խաղի կանոնները։ Ունացել ենք 12 հատ գոջի, 5-ը պահում ենք, 7-ը ծախել ենք։ Որպեսզի ցուրտ ալել տեղներուն, պահում ենք կովերի մոտ։ Այս էլ մեր խոչկորները։ Նկարեցիր։ Ճոխը։ Ջուրը տալիս ենք, կերը տալիս ենք։ Սրանցի առայժմ հեսա ջուրը էլ բերեմ տամ, պրծնենք։ Առաջներում շատ ենք խոզել ենք պահել, տահել ենք անտառով պահել, բան, բայց մի դուս ենք անում դրանը մի շաբաթ, 2 շաբաթ, եթե մնաց Աֆրիկական ժանդախտը բռնումա չիմ կտորվումա գնամա։ Տուն արած խոզ ենք պահում, առած կերով, ստացիոնալ։ Տանում ենք սարա մինը գելնաուտը, մինը սատկը մահի վնդանումա, առանց բանը չի իլիլ։ Ամեն տարի կորուստ ունացել ենք, անկորուստ չի իլիլ։
Բայց Սասունի համար ամենացավոտ կորուստը ոչ թե անասունն է, այլ մարդը։ Երբ օրվա գործն ավարտվում է ու հայացքը գյուղամիջի նստարանից անցնում է հարևանությամբ լրաց կիսախարխուլ տներին, հիշողությունները հետ են տանում այն տարիները, երբ Մարցի փողոցները մարդաշատ էին, իսկ դպրոցի զանգը տասնյակ երեխաների էր կանչում։ Ինչու այսպես եղավ, ինչու դատարկվեց Շեն գյուղը։ Պատճառը մեկն է, այդպես էլ մեր երկրում չգտնվեց մի ղեկավար, որ դեմքով շրջվի գյուղը։ Հա, ասֆալտ արել են, որոշ խնդիրներ լուծվել են, բայց չի կատարվել ամենագլխավորը։ Գյուղում կամ չեն եղել, կամ էլ արդյունավետ չեն եղել գյուղատնտեսության աջակցության ծրագրերը, որոնք նաև անկանոն ու ինքնաշխատ չեն եղել։ Մեկ աջակցություն հաջողված կամ անհաջող, որևէ մեկը ոչ ուսումնասիրել է, ոչ էլ հետևություն արել։ Արվել է անելու համար ընտրությունից առաջ։ Քայլեր չեն արվել գյուղատնտեսական արտադրության մեքենայացման, էլեկտրական հովիվների ներդրման ուղղությամբ, որ ոլորտը գրավիչ ու հետաքրքիր լիներ երիտասարդների համար, կամ էլ այդ ամենը իրենց լեռնային գյուղ չի հասել։ Մինչդեռ այդ ամենը կայուն եկամտային բազա պիտի ստեղծեին գյուղացու համար, պահեին նրան գյուղում։ Հիմա մարդն այլևս դատարկ է։ Շատ հարմար տեղ է մեր գյուղը, շատ լավն է։ Մենք որ երեխա ենք սովորենք, 32 աշակերտ ենք կլել առաջի դասարանում, 32 աշակերտ, բայց ավարտել ենք 26-ով։ Հա, տեղափոխվել են, հա։ Չկա մեր տներ կա, որ չկա այս թաղան, որ ցույց տամ, այնտեղ մարդ չապրեմ, այս վերևը այս մի տանը չի ապրեմ, այս մնումը չի ապրեմ, այն վերևը չի ապրեմ, այս մնումը չի ապրեմ, այն մեր ոստունն այն վերինը, այն էլ չի ապրեմ, Ղարաբաղցիա մնամ, հա, այդ մի վերևը չի մնամ, մինու մեջ հաչիմ տները, որ մարդիկ են ապրեմ, լրիվ այդ ձևա, դրանց պրծանք, հմի մչև հորդերը ծծեն, մենք հորդերի տակը մաքրում ենք, Էսել ենք պրծնամ, Ամի սպասում ենք, հորդերը ծծեն, ջոգենք, բերենք, ստեղ անենք, Քաղաքի կյանքը շատերին է գայթակղել, հանել է գյուղից տարել, բայց Սասունը Մարցից հեռանալու պատճառ չունի։ Նրա համար գյուղում ապրելը ոչ թե դժվարություն է, այլ հնարավորություն, սեփական հողի վրա տեր ու տնօրեն լինելու։ Այստեղ նրա ձեռքի տակ ամեն ինչ վերածվում է բարիքի, նույնիսկ այն, ինչ ուրիշի համար պարզապես թափոն է կամ սև գործ, Սասունի տնտեսության մեջ դառնում է հողի ու ապագա բերքի պարարտանյութ։ Պարզապես պետության քաղաքականությունը պիտի լինի այնպես, որ ոչ թե մեծ քաղաքներում սնկի նման տասնյակ հարկանի շենքեր բարձրացնի, այլ քարոզչության, գյուղական կյանքի դրական կողմերի ցուցադրմամբ, լավ պայմանների ստեղծմամբ խրախուսի երիտասարդներին մնալ գյուղում։ Այսպես ուր է հասնելու Երևանը, բա գյուղերը, բա ով պիտի այդ 100 հարկանի շենքերում ապրողների համար մթերք արտադրի։ Մտածող կա, թե չէ։ Հերեն իրենց գյուղից մի երիտասարդ ընտանիք գնացել Կոտայքում անասնապահությամբ են զբաղվում։ Ինչի այնտեղ կովերը ոսկուց են, մինչև երբ պիտի սպասեն, որ մի ղեկավար լինի, որ գործի իրենց, գործի գյուղացու սրտով ու գյուղացու հետ խորհրդակցելով։ Ամեն ինչ էլ մեզ մա ունենում ենք, այն հավիձուա, փող չենք տալի առնում, էլի ոչ մի բան էլ, կարտոշկեն տոննով եմ առնում, բերեմ, պատվալը լցնեմ, հա, ամեն ինչ էլ մա, ենի մալինութը պեր ունենք, այն մալինութը մեզ հերիքը մա, մեղուն ունեմ ընդեղա, կարա նկարի, բայց դե շատ չի նկարես։ Ինչի հուշտ են ելնում բաները։ Աչքի էլ են գալի։ Կովերը դուս ենք անում, մենք մեր սև գործը սկսենք։ Որն է ձեր սև գործը։ Թրիկ դուս տալը։ Այդ թրիկը ինչ եք անում, Սասուն ջաջա։ Կաչկեն ենք լցնեմ, տանեմ ներքևը։ Կուտակում ենք, տանեմ մեր հողերը լցնեմ, որ օրգանական պարտանյութ է, որ շատ խոտելի, շատ խոթնձենք։ Սա հենց այն տեսակն է, որի վրա հենված է գյուղը։ Մարդով սպասել չի սիրում ու ամեն ինչ ստեղծում է զրոյից։ Զրոյից տուն կառուցելով, մեղվի փեթակ սարքելով ու հողը սեփական քրտինքով կշտացնելով։ Սասունի տնտեսությունը մի մեծ շղթա է, որտեղ ամեն օղակ իր ձեռքի ջերմությունն ունի։ Իսկ սև գործը ընդամենը նախերգանքն է այն բարիքի, որով ապրում ու շնչում է նրա մեծ ընտանիքը։ Հերու ես, թրքոտ չիլես, ալավերցիկ կնեղան անկասեն, մարդ է գնացել է թրքոտը լել եկել, մեր գործն ես երկոյենը մետ շորեն ենք փոխում։
Են էլ որ հլա մեզ բաներ ալամ, էլ ինձ են կանչեմ կով ծնաստելու բանի դժար ծնունդի, որ գնեմ եմ, են աչիմ հրանված գալիս եմ։ Այս անկեղծ կատակների թիկունքում տասնամյակների վաստակն է ու այն անփոխարինելի փորձը, որը թուղթ ու կնիկ չի հարցնում։ Սասունի համար հրամված գնալը ոչ թե պարտականություն է, այլ տեսակ, լինել այնտեղ, որտեղ իր կարիքն ամենաշատն ունեն։ Ու թեև նա այլևս չի կրում անասնաբույժի պաշտոնական խալաթը, բայց գյուղացու վստահությունը նրա համար ամենաբարձր կոչումն է, որը վաստակել է հենց այսպես՝ հողի ու գոմի ծանր, բայց արդար աշխատանքով։ Ժամի 8-ից սկսում ենք, մինչև ժամի 11-ը։ 4-ից սկսում ենք, մինչև 6-ը ամենա քիչը։ Գրաֆիկով աշխատող մարդիկ եք, է՞։ Հա դե բա չաշխատես հորթերն ասում են, խի տերներ ուզ մեռել, հա։ Կարիքների ո՞նց եք գնում։ Դե կամ տղեսա գնեմ, կամ ես եմ գնեմ, որ ստեղ մարդը լի էլի։ Հենց իմանանք զավոդում աշխատում ենք։ Վրներոս խոսացող չկա։ Մենք ենք և վերջ։ Բայց այս անդադարվածքը միայն հորվա հացի համար չէ, տասնամյակների զրկանքները ու համառությունը Սասունի տնտեսությունում ունեն հստակ հաշվարկ ու նպատակ, ու այդպես տարիների քրտինքը կաթիլ հավաքվելով նա կարողացել է իրականություն դարձնել նույնիսկ ամենամեծ նպատակները։ Դե թե գյուղում ապրեմ ես, պետք է մի բան աշխատես, եթե ուրիշ աշխատանք չկա, պետք է անասուն պահես։ Գիրովական տուն ենք առել։ Երբ եք առել։ 22 թվին։ Իսկ ինչով եք առել։ Փողով ինչով։ Եվ որ փողով։ Որ փողով։ 5 տարի է փող չենք անասունի փողից է ծախսել։ Իմ ստացած աշխատավարձը ծախսել ենք, այն որ Քարինջել աշխատի Թումանյան էլ ստեղ։ Այդ փողը մնացել է, դրա համար կրացել ենք տուն առնենք։ Էլի անասունով։ Դե անասունով, բայց դե անդով ասում եմ անասունի փողի վրից մենք չենք կերել։ Ոչ մի բան։ Ինչ ասի գյուղից հեռանալու ցավը որդու ընտանիքին էլ է վարակել։ Բան չի ասում, ինչ ասի, ինչպես արգելի, բայց Սասունը մարդի այն զարկերակն է, որը թույլ չի տալիս գյուղը լռել։ Նա չգնաց հեշտ ճանապարհով, չփնտրեց հարմարավետություն, այլ ընտրեց սեփական հողի վրա տեր լինելու դժվար, բայց պատվաբեր ուղին։ Ու թեև գյուղում շատ տների դռներ այսօր փակ են, Սասունի տան ծուխը միշտ վեր է բարձրանում, որպես հույսի ու անկոտրում կամքի վկայություն։ Մարտով գիտի աշխատանքի գինը եւ ում համար ամենամեծ վարձատրությունը շեն օջախն ու թորների աղմուկն է, լորվա ամենամաքուր երկնքի տակ։ Հիմաշա։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ, Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու Չեզոք գոտի, Թիֆլիս Սանահի երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։